Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի ուժը արդարությունն է, որովհետև արդարությունն առանց ուժի անօգնական է, իսկ ուժն առանց արդարության բռնակալ։ Սուրանկյան հատուկ դեպքեր նախագծում ներկայացվածի վերաբերյալ որևէ գնահատական տալը ճիշտ չէ։ Հանցավոր անփութություն թե կանխամտածված գործողություն, փաստն այն է, որ մահացավ 4 մարդ։ Տարակուսանքի առաջացնում նաև այն հանգամանքը, որ տեխնիկական փորձաքննությունից խուսափելու նպատակով փորձել են թաքցնել վտանգավոր արտադրության գործունեության փաստը։ Հույս ունենանք, որ իրավապահները մինչև վերջ հետամուտ կլինեն իրական մեղավորների բացահայտմանը։ Դեկտեմբերին անդրադարձանք մի միջադեպի, որը մինչև այսօր ակտիվորեն քննարկվում է։ Խոսքը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի եւ 3 աշակերտի վիճաբանության մասին է, ինչի հետևանքով ուսուցիչը հայտնվել էր հիվանդանոցում, իսկ տղաները կալանավայրում։ Ծնողների պնդմամբ միջադեպը հրահրողը հենց ուսուցիչն է եղել, որը անվայել ու արտահայտություններ է արել տղաներից մեկի մոր հասցեին։ Նույնիսկ տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում, երբ կայքերում պարբերաբար տեսանյութեր են հայտնվում ուսուցիչների կողմից ծեծված աշակերտների կամ հակառակը, Վարդենիկի դեպքը առանձնահատուկ է։ Խաչ է քաշվում 3 պատանու ապագայի վրա։ Ու այն դեպքում, երբ նույնիսկ ուսուցչի եղբոր, նույն դպրոցի տնօրեն Կամո Բադալյանի խոսքով կողմերը հաշտվել էին, սակայն տղաները դրանից չէին շահել։ Նրանց առժամանակ կալանավորել էին, հետո ազատել, հետո նորից կալանավորել ու դատել։ Այսօր ոչ միայն ձերբակալվածների, այլ նրանց ընկերների ծնողները թողած գործ ու օքս պետական տարբեր կառույցների դռներ են թակում, փորձում բացատրել, որ նախ չեն հավատում, որ իրենց որդիները ֆիզկուլտուրայի ուսուցչին այդքան դաժանությամբ են ծեծել, եւ հետո, որ տաքարյուն պատանիները չէին կարող չվրդովել ուսուցչի պահվածքից։ Դասընկերներն էլ մեկ բոյկոտել են պարապմունքները, մեկ ցույցեր կազմակերպել գյուղում, սակայն ապարդյուն։ Ամիսներ անց որոշեցին կրկին խոսել տղաների ծնողների, փաստաբանի, դասընկերների եւ դպրոցի տնօրենի հետ, փորձելով հասկանալ, թե ինչու է դատարանը նման ճակատագրական վճիռ կայացրել։ Այժմ Շուշանիկ Միրզոյանի մեղավորը բոլորս ենք տեսանյութը։ Վարդենիկը գյուղն է Հայաստանի խոշորագույն համայնքներից մեկը։ Այստեղ 3 դպրոց կա, սակայն վերջին զանգեղողանջները մայիսի 23-ին հնչել են միայն 2-ում։ Դպրոցներից մեկի երեխաները հետաձգել են վերջին զանգը, հուսալով, թե իրենց կմիանան նաև ձերբակալված ընկերները։ Շրջանավարտները դեռ չեն կորցնում վերջին զանգ տոնելու հույսը, վստահ են, որ դասընկերներին ազատելու են, եւ թե ավարտական հանդեսին են միասին մասնակցելու, թե քննություններին։ Նրանց լավատեսությանը չի խանգարում անգամ այն հանգամանքը, որ տնօրենը սպառնացել է ավարտական վկայական չտալ տղաների դասընկերներից 2-ին։ Անմեղ 17 տարեկան երեխուն համարում են հանցագործ ու տանում նստացնում են բան։ Տղեկան վերջի զանգի մեր հետելն են, քննությունների ժամանակ մեր հետելն են, թե չեմ են քննություններին ոչ էլ վերջի զանգի չեք մասնակցելու։ Չենք անում, որտեղ մեր ընկերները մեր հետ չեն։ Ի տարբերություն նրանց ծնողների լավատեսությունը նվազում է։ Դեկտեմբերին Վարդենիկի ավագ դպրոցի ուսուցիչ Սևակ Բադալյանի ու 3 աշակերտի ընդհարումից հետո գնացել են ուսուցչի եղբոր նույն դպրոցի տնօրեն Կամո Բադալյանի մոտ եւ հաշտվել։ Ծնողները եկան, հաշտվեցին։ Նրանց տվեցինք 2 միլիոն։ Եթե մյուս կողմը դժգոհ է, կարող է քաղաքացիական այցով մտնել, ասել շատ եմ տվել, քիչ եմ տվել։ Ծնողները փոխհատուցել են թե հիվանդանոցի ծախսը, թե բարոյական վնասը, սակայն Կամո Բադալյանը չի կարողանում բացատրել, թե իր աշխատասենյակում հաշտվելուց հետո սաները ինչու են կալանավայրում հայտնվել։ Ես ամեն ինչ արել եմ հաշտեցման համար։ Դեպքի օրը երեխեքին 6-րդ դասարան անչափահաս երեխա առանց ծնողի առանց որևէ մեկի թույլտվության լցե տաքսին տարե բաժին իր ուզած ցուցմունքը թելադրել է երեխեքը սենց գրեք երեխեքը ասել են բայց ընկեր Բադալյան տես բան չի եղել ձեզ որ ասում են գրեք եթե ուզում եք սովորեք դպրոցում երեխեքն խեղճ ու կրա գրած էդա վրեն քրեական գործը հարուցվա էդա վրենել այսօր դատավճիռ կայացուցին ու երեխա ձերբակալեցին։ Նա շեշտում է ոչ միայն ինչպես ինքն է ասում տղաների դաժանությունը, այլև պնդում, որ եղբայրը չի հայհոյել, բայց ծեծվել է։ Տղաների համադասարանցիները չեն բացառում, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը ապտակ ստացել է, բայց ծեծը բացառում են։ Փաստաբանն էլ պնդում է, առաջադրվել է մի մեղադրանք վճիռ կայացվել դրան չառնչվող փաստարկների հիման վրա։ Ավելին, գործի քննությունը սկսվել է Վարդենիսում, իսկ վճիռ կայացվել է Սևանի Առաջինատյանի դատարանում։ Որ մերա քփե, բայց քննության վաղ դետելեն ինչի չասես մի օր ընկեր Բադալյան։ Եկե ասելա ճիշտ եմ լսել։ Գնացի ասել են քեզ մեր քփնեց, են առանց իմանալ դե խփելա։ Լուբոյ այդտեղու համար էլ էտի վիավորական բան է, իրան մեր քփրեն։ Որ երեխուն մեր քփի խփի, երեխա 17 տարեկան երեխան ինչ է ուզում անի։ Այսօր կատվետ ես խաղում, կատուն չանչում է, իր շահերն է պաշտպանում։ Չխփի ինչ անի։ Երեխուն խի են ամփերությունությամբ։ Սևակ Բադալյանի բացատրությունն է։ Նա շարք չկանգնեց, որի պատճառով ես նրան վիրավորեցի,
ոչխարի լակոտ անվանեցի։ Այս փաստաթուղթը անուշադրության էր մատնվել, ես ինքս միջնորդեցի դատարանին, որ հրապարակվի այս բացատրությունը եւ ուշադրություն դարձվի այս հանգամանքին։ Մեկ նախադասությամբ գրել են, բավարար հիմքեր չկան, որ ապացույց ճանաչվի։ Սևակ Բադալյանն ընդունում էր, որ ես Մեսրոպին ասացի, հորդ այնպես կհայոյեմ, ստեղից չոքեչոք կեթա։ Հետևաբար այս պարագայում խոսել անհիմն պատճառի մասին, որ Մեսրոպ անհիմն պատճառով է վիճաբանել, անհետեթություն է։ Արդեն քիթը օպերացիա արած վիճակում այստեղ ջարդված է բազմաբեկորային։ Քթի տակի պատվանդանը ջարդված է բազմաբեկորային։ Մեզ չեն մեղադրում, որ մենք ծեծել ենք Սևակ Բադալյանին։ Մեզ ասելով նկատի ունեմ իմ պաշտպանի։ Մեզ ասում են խուլիգանություն եք արել։ Մենք էլ ասում ենք խուլիգանություն չենք արել, արդարացրեք մեզ։ Ավելին, մարդիկ պնդում են, որ Սևակ Բադալյանը ուսուցիչ էլ չէ։ Ժամանակին առողջական խնդիրներ է ունեցել։ Ֆիզկուլտ ինստիտուտ է ընդունվել դպրոցում աշխատելու տարիներին։ Այսքան պատմություն, թե տնօրենը չպիտի աշխատի։ Գիտեք ինչ կա, ցավ եմ ապրում։ Այդ ինչ որ մի բարեկամ է, պետքա որոշի ես աշխատեմ, թե չաշխատեմ։ Դիպլոմ այսօր վերցնել ենքան հեշտ է, ես այսօր մեր տուն նստած կարամ այդ դիպլոմից ունենամ։ Այսօր այն մարդն է մանկավար, որ շփման ձև գինա երեխեքի հետ։ Ոգի մի տեղեր խմող մանկավարժին իրավունք ունի, որպես մանկավարժ աշխատի։ Ինքը շիզոֆրենիկ չի եւ նման հոդվածներով չի ազատվել բանակից։ Ունեցել էր թևի տակը, ժողովուրդ ասում են գործընուկ, այդպես ասեմ, որ հասկանան, եւ խանգարում է իր թևի շարժին, ավտոմատ կրելու, վազքին եւ այլն, եւ նա պիտանի է ոչ շարային պատրաստության։ Իսկ ֆիզկուլտուրայի դասատուն կարող է աշխատել, որովհետեւ դա իրենք չեն որոշում։ Դա որոշում է հանրակրթության մասին օրենք։ Խաբված ծնողները նախ փորձել են պարզաբանում ստանալ մանկավարժ եղբայրներից, ապա բողոքի ակցիաներ կազմակերպել կրթության ու գիտության նախարարության կառավարության շենքի մոտ։ Հարցին միջամտել են երկու կառույցների ղեկավարները եւ արագ լուծում խոստացել։ Եթե տղաներին ազատ չարձակեն, նրանց եւ ուսուցիչների գերդաստանները թշնամի են դառնալու։ Գեղարքունիքի պարագայում սա չի կարող ընդամենը բարձրագույն հայտարարություն լինել։ Այստեղ թշնամի են դառնում, թուր թվանքով պատերազմներ ծագում են անգամ չնչին բաներից։ Ուր մնաց թե այսպես ասած մորը հիշելուց։ Ես էլ չեմ ուզում թշնամի փոխանցել իմ սերունդներին։ Եթե իրեք երեխան դառնան անցագործ, ուրեմն թշնամի։ Եթե երեխան անմեղ դառնում, այսօր կերպակալում է, բոլորի արունը քխում։ Ինչ են իրենք ինչ են եկածում։ Անկրակետին Ֆիզկուլտուրայի ուսուցիչն առ այսօր աշխատանքի չի գնում, անաշխատունակության թերթիկ է ներկայացրել։ Եղբայրը պնդում է, որ մեղավոր չեն, երեխաներից ու ծնողներից ամաչելու առիթ չունեն եւ պատրաստվում է գաղութ այցելել երեխաներին տեսակցելու։ Մի լավ բան էր ձեզ ասեմ, որ քրեակատորողական հիմնարկի կանոնադրությունն եմ նայել, ինտերնետում կա կախած, կարող է քրեակատորողական հիմնարկը լավ պահվածք ունեցող ուրեմն անձանց 1/3-ով ազատ արձակել։ Ծնողները նրա մտադրությունները ինքնագովազդ են համարում ու այս պահին հրաժարվում են երկխոսությունից, որովհետև ժամանակին խոստացել է, որ տղաների հետ ոչինչ չի պատահի, բայց չի կատարել խոսքը։ Այսօր Մեսրոպը դատապարտված է 1 տարվա, իսկ ուսուցչին ու աշակերտին բաժանել փորձած ու կռվի մեջ ներքաշված 2 այլ տղաներ 6 ամսվա ազատազրկման։ Ծայրահեղ խստություն ցուցաբերեց, սենց էլ գրել է դատավճռում, որ դատարանը գտնում է, որ խափանման միջոցները պետք է փոփոխվեն եւ խափանման միջոց կիրառվեն կալանավորումը։ Նեն պահին, որ դատավճիռ կատարած երեխան ասես վայ մամա ջան։ Որն է երաշխիքը, որ այս անգամ էլ չեն խափի, պնդում են նրանք։ Միակույսը վարչապետի օգնության խոստումն է։ Մեր տեղեկություններով փորձ է արվում դատավճիռը բողոքարկել արագացված ընթացակարգով եւ փոխել առաջինատյանի դատարանի վճիռը։ Վերաքննիչ համապատասխան հայց արդեն ներկայացվել է։ Տեսանյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ Վարդենիկի ավագ դպրոցում վերջին զանգեղողանջներ այնուամենայնիվ հնչել են։ Արարողությանը Մեսրոպի համադասարանցիները չեն մասնակցել։ Շուշանիկ Միրզոյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրան։ Նախորդ շաբաթ տեղեկացրել ենք, որ Հրազդանի բնակիչներից մեկը խանութից ամբողջովին ворթնած ապխտացավ էր գնել, որն արտադրել էր Միթարտ ընկերությունը։ Ինչպես տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, ստուգումների արդյունքում որոշում է կայացվել Միթարտ ընկերությունում հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների արգելման մասին։ Արգելանքը կարող է հանվել առկա թերությունները վերացնելու պարագայում միայն։ Նույն տեսանյութում անդրադարձել ենք նաև Աշոտ Արսեն եղբայրներ ընկերության քաղցր ձողիկներում առկա մի շարք մանր ու անհայտ ծագում ունեցող իրերին, որոնցից քիչ էր մնացել մի երեխա խեղդվեր։ Այս տնտեսվարողի մոտ ստուգումներ է իրականացրել շուկայի վերահսկողության պետական տեսչությունը եւ վարչական տույժ սահմանել։ Վերջինը պարտավորվել է նաև վաճառքից հանել այն տուփերը, որոնցում առկա են նման իրեր, իսկ առաջիկայի համար դադարեցնել ձողիկների տուփերում երեխաների համար իրական վտանգ ներկայացնող խաղալիքների առկայությունը։
Ձեր բարձրացած այդ խաղալիքների շուրջ իրականացվեց ստուգում, տեղեկացվեց պարոն, որ նա իրավունք ունի նմանատիպ խաղալիքներ տեղադրի, քանի որ դա կարող է սպառողների առողջությանը վտանգ սպառնա եւ բարձրացրվեց, որ եթե նույնիսկ խաղալիք է դրում, ապա այն պետք է պատշաճ կերպով ձևակերպված լինի։ 2011 թվականից առողջապահության համակարգում մի շարք բուժծառայությունների փոխհատուցման համավճարային մեխանիզմ ներդրվեց։ Ասել է, թե հիվանդների բուժման համար վճարի մի մասը կատարում է պետությունը, մյուսը հիվանդը։ Ոլորտի պատասխանատուները համավճարի առավելությունների մասին խոսելով նշում են, թե նպատակներից մեկն էլ առողջապահական հաստատություններում ստվերի նվազեցումն է։ Նոր կառավարության ձևավորումից կարճ ժամանակ անց կրկին խոսվեց համավճարի մասին։ Նույն հիմնավորումներով ծրագրվում է ընդլայնել հիվանդությունների ցանկը, որոնց համար կիրառվելու է համավճարը։ Ստվերի նվազեցման կամ վերացման նպատակով նման քայլը ինչ-որտեղ ընդունելի չէ։ Ինչ է, եթե ոստիկանությունն արդյունավետ չկարողանա պայքարել, ասենք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, պետք է հանդես գա դրա օրինականացման նախաձեռնությամբ, կա նաև երկրորդ կարևոր խնդիրը։ Մինչև հավանվճարի ներդրումը սոցիալապես անապահովները, որոնք ի վիճակի չէին բժշկի բուժ հիմնարկի աշխատողների գրպանը փող լցնել, ստիպված լսելով նրանց փնթփնթոցը, այդուհանդերձ պետության ֆինանսավորմամբ բուժօգնություն էին ստանում։ Հիմա, երբ պաշտոնյաներն են խոսում աղքատության ագնացող չափերից, համավճարով բուժծառայությունների ցանկի ընդլայնման մասին անգամ մտածելն է ժամանակավրեպ։ Ինչ է տվել համավճարի ներդրումը վերջին 3 տարում, ինչ դժգոհություններ ու վտանգներ կան, ինչ հետևանքներ կլինեն մեխանիզմն այլ հիվանդությունների մասով ներդնելու դեպքում հարցերի պատասխանները Սոնա Դանիելյանի «Քոնն էլ, իմն էլ, իմն է» տեսանյութում։ Պետպատվերով բուժօգնություն ստացողների համար անցած 3 տարին դարձավ հավելյալ սոցիալական բեռի շրջան, քանի որ 2011-ից ի վեր համավճարի ներդրմամբ առողջապահական նպատակային մի շարք ծրագրերի շրջանակում ստիպված վճարում են բուժծառայության արժեքի մի մասը, որը հաճախ գերազանցում է անգամ պետության կողմից վճարվող մասնաբաժինը։ Համավճարը ներդրվեց նախկինում բացառապես պետպատվերով մատուցվող գինեկոլոգիական, օնկոլոգիական, արյունաբանական, ինչպես նաև անհետաձգելի բուժօգնության ծառայությունների համար։ Իրական ծախսերի եւ պետության կողմից փոխհատուցող մասի տարբերությունը փոխհատուցելու համար, որը որ իրականում միշտ էլ էլի քաղաքացու կողմից է վճարվել, բայց գործնականում ստվերային ձևով հաճախ մտցվեց համավճարի գաղափարը 2011 թվականին։ Համավճարը ինքնին գաղափարը ված չի, բայց համավճարը պիտի վճարի այն մարդը, ով կարող է վճարել։ Այսպես ստվերը կամ կոռուպցիան որերորդ անգամ պետական մակարդակով օրինականացվեց եւ ստացվեց, որ պետությունը չկարողանալով վերացնել ստվերը, խնդիրը լուծեց քաղաքացիների հաշվին։ Համատարած պարտադրել մարդկանց վճարել այն պնդմամբ, թե միևնույնն է ոչ պաշտոնապես, բայց վճարում էին, ուղղակի անհետեթություն է։ Որևիցե քաղաքացի, ում համար բուժօգնությունը անվճար էր, չդարձավ նրա համար ամբողջովին վճարովի։ Դարձավ այսպես կոչված արտոնյալ պայմաններով։ Արտոնյալ պայմանների տակ մենք հասկանում ենք հենց համավճարով մատուցվող ծառայություն։ Տեսեք խորհրդավոր օրգանների թափածակում։ Պետական պատվերիկին 105,500 դրամ է։ Համավճարը նման դեպքում 80,000։ Ավելի բարդ դեպքեր են, որի ժամանակ պետական գումարը մնում է 105,500 եւ համավճարը մնում է 135,000։ Աղքատությունից ու սոցիալական ծանր վիճակից պարբերաբար խոսող պաշտոնյաների կարծիքով քաղաքացիների կողմից վճարվող մինչև մի քանի 100,000 դրամը արտոնյալ պայման է։ Իսկապես անտանելի վիճակ է, երբ որ մարդը զուտ իր առողջությանը չի հետևում, չի գնում ստուգման, չի բուժվում, եւ մենք ունենք լրջագույն խնդիրներ։ Զուտ ֆինանսի պատճառով։ Այո։ Պետությունը տալիս է դրա, ասենք թե կեսը կամ կեսից էլ քիչը, որտեղ բյուջեում այդքան փող չկա, բարձ ասած, այսինքն այս պահին չունենք այդ հնարավորությունը։ Այն մնացածը օպտի տա։ Պետպատվերով տրված գինը երբեմն ավելի ցածր է լինում ընկերության կողմից, կազմակերպության կողմից կատարված ծախսերին։ Հիմա արդեն մեր բնակչությունը հասկանում է, ըմբռնումով է մոտենում։ Համավճարը ներդնելուց հետո ըստ պատասխանատուների հստակեցվել են նաև վճարովի ծառայությունների գները։ Դրանք ի դեպ բարձրացել են։ Գործադիրը սահմանել է, որ բուժ հիմնարկների լրիվ վճարովի ծառայությունները չեն կարող ավելի էժան լինել, քան համավճարով սահմանված արժեքն է։ Այսինքն բուժ հաստատություններին պարտադրվել է ավելացնել վճարովի ծառայությունների արժեքը, ինչը կրկնակի սոցիալական բեռ է քաղաքացու համար։ Պետական պատվեր կատարող բժշկական կազմակերպությունների կողմից վճարովի հիմունքներով, համավճարով եւ այլ վճարովի ծառայություններից ստացված ընդհանուր եկամուտների ծավալը, եթե 2011 թվականին կազմել էր ընդհանուր առմամբ շուրջ 19 միլիարդ դրամ, ապա 2012 թվականին այն կազմել շուրջ 25 միլիարդ դրամ,
իսկ 2013-ին շուրջ 31 միլիարդ դրամ։ Փաստորեն ոլորտի պատասխանատուները տարեկան մոտ 2% աճը, որն ի հաշիվ քաղաքացու հավելյալ սոցիալական դժվարությունների է եղել, լուրջ ձեռքբերում են համարում։ Կարելի է չկասկածել, որ եթե պետպատվերն ամբողջությամբ հանվի եւ բուժման համար միայն քաղաքացին վճարի, թվերն առավել խոսուն կլինեն։ Սակայն հակառակ դրան առավել աղաղակող կդառնան աղքատության ցուցանիշներն ու արտագաղթի տեմպերը։ Եվ այս համատեքստում խոսել համավճարի հնարավոր ընդլայնման մասին, ինչը վերջերս արեց առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը, պարզապես անհասկանալի է։ Տպավորություն է ստեղծվում, որ առողջապահության նախարարներն օրդիբուն մտածում են բյուջեն լցնելու մասին, մոռանալով շարքային քաղաքացուն։ Համոզվելու համար բավական է հիշել այս կամ այն ծրագրի համար համավճար ներդնելու մասին ոչ վաղ անցյալի որոշումներն ու պահն անպատեհ էր հիմնավորմամբ դրանք չեղյալ հայտարարելը։ Երբ որ եղավ նախորդ նախարարի հրամանը կիրառելու կարծեմ նաև ծննդաբերող կանանց հետ կապված համավճարները, բավական մեծ աղմուկ եղավ հասարակության կողմից եւ օբյեկտիվորեն ընդազիգեցին։ Մենք իրականում մեր բնակչության ցավոք սրտի խոստանում ենք շատ ավելի մեծ ծառայությունների փաթեթ, քան մենք այսօր կարող ենք մեզ թույլ տալ։ Մենք պետք է ազնիվ լինենք եւ մեր բնակչության հետ եւ մեր բուժիմնարկների հետ։ Պետական պաշտոնյաները պնդում էին, որ համավճարի ներդրումը կբացառի առողջապահության ոլորտում ստվերի արկայությունը եւ վերջ կդնի ոչ պաշտոնական վճարումներին։ Սակայն շատերը մինչ օրս էլ հայտնվում են նման իրավիճակներում, անգամ պաշտոնական վճարումները կատարելուց հետո։ Անցյալ տարի Oxfam հասարակական կազմակերպությունը տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի հետ հրապարակեց մի զեկույց, որի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ համավճարի ներդրմամբ ոչ միայն չեն վերացել կողմնակի վճարումները, այլև մի շարք բժշկական կենտրոններ հաճախ շրջանցել են օրենքը, օգտվելով քաղաքացիների անտեղյակությունից։ Հասկանալի է, որ տարիների, տասնամյակների ընթացքում արմատացած հոգեբանական որոշ կարծրատիպեր կան մեր բնակչության մեջ էլ, բուժանձնակազմի մեջ էլ, մինչև օբյեկտիվ հիմք չստեղծվի, մեխանիզմ չստեղծվի, որը թույլ կտա բուժանձնակազմին բավարարություն ստանալ իր աշխատանքից, այդ թվում նաև ֆինանսական, հա, լրացուցիչ վարձատրություն ստանալու միջոցով։ Բնականաբար այս խնդիրները կլինեն։ Մոտ յուրաքանչյուր 5-րդը այն տաձիկելի բուժօգնության ծառայություններ ստացած պացիենտներից կատարել է լրացուցիչ վճարումներ կամ համավճարով համակարգով բուժվող պացիենտների յուրաքանչյուր երրորդը կատարել է լրացուցիչ վճարում։ Այն տաձիկելի բուժօգնության ծառայություն ստացող պացիենտների միայն 50%-ն է իրազեկված եղել համավճարային համակարգի գոյության մասին։ Մեր հարցումները եւս ցույց տվեցին, որ քաղաքացիները կամ ընդհանրապես չգիտեն, կամ էլ մասամբ են տեղյակ համավճարին։ Գիտեք, որ կա Հայաստանի Հանրապետությունում համավճար։ Գիտեք դա ինչ է։ Զեղչեր բան երևի, դե չէ, մեզ կարիք ստիպելա մենք վիճակում եք չեք իմանում։ Համավճարի մասին տեղյակ եք։ Ձեր կլինիկան աշխատում է, չէ՞, համավճարով դա է ուզում ճշտել։ Ոչ թե համավճարը, դա վճարովի համակարգ։ Չէ, պետպատվերში բոլորն է վճարովի է։ Չէ, պետպատվերեն։ Եթե լինի, բոլորը անվճար են։ Առաջին, երկրորդ, երրորդը մնացածը վճարովի։ Այդքան օրենքներին չենք հասկանում, ավելի ճիշտ չենք մտել։ Հետազոտության համաձայն լրիվ վճարովի հիմունքներով բուժում ստացած 306 հիվանդից 177-ը մասամբ վճարելու, իսկ 37-ը ընդհանրապես չվճարելու իրավունք է ունեցել։ Համավճարով բուժօգնություն ստացած 198 քաղաքացուց 47-ն ընդհանրապես եղել է սոցիալական այս կամ այն խմբի շահառու եւ պետպատվերով բուժման իրավունք ունեցել։ Նախարարությունում չեն հավատում այս թվերին, սակայն նշում են, որ մի քանի դեպքում պատժամիջոցներ կիրառել են։ Երբ որ քաղաքացուն հասնում էր պետպատվերով բուժում, բայց նրան ամբողջովին վճարովի հիմունքներով է իրականացվել, գործնականում շատ քիչ է լինում, բայց որպեսզի մենք կարողանանք հետքերով գնանք, դուք եք ասում, պետք է կոնկրետ հիվանդանոցի անվանումով, բուժման ամսաթվով եւ քաղաքացու անուն ազգանունով դեպք ունենա։ Հիմա ուշադրություն։ Քաղաքացու հետ զրուցում ենք Քանաքեր Զեյթուն բժշկական կենտրոնի բակում։ Այն, ինչ կպարզվի վայրկյաններ անց, պետք է որ հետաքրքրի առողջապահության նախարարության վերահսկողության բաժնի աշխատակիցներին։ 30,000, 40,000 չեն իմանում։ Հենա վճարում ենք էլի 15,000, 25,000, երկրորդ կարգի հիվանդ է, բերել ենք շտապ։ Հա, երկրորդ խմբի հաշմանդամը ու ձեզանից գումար են ուզում։ Արդեն փողը մուծել ենք։ Փողը դրամարկղ եք մուծել, թե անուն ազգանուն ասեք ձեր հարցի։ Բաբայան Հելմին է։ Երկրորդ խմբի հաշմանդամը։ Ուզում ենք հավատալ, որ նախարարությունում հիմա էլ թերահավատ չեն գտնվի եւ ի գիտություն կընդունեն այս փաստը։ Իսկ մենք կսպասենք առողջապահության նախարարության եւ բժշկական կենտրոնի արձագանքներին։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանգյուն։ Նախկին գերի Արթուր Բադալյանը, որը գերությունից վերադառնալուց հետո առողջական խնդիրների գերին էր դարձել եւ սոցիալական խնդիրների պատճառով հրաժարվել բուժումից, այսօր արդեն բուժում է ստանում Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնում եւ աստիճանաբար ազատվում ցավերից ու իրեն տանջող ձայներից։ Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը հոգում է նրա բուժման ծախսերը։
Հաղորդումից հետո առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ևս հանձնարարական է տվել զբաղվել Արթուրի բուժման հետ կապված բոլոր խնդիրներով։ Առողջապահության նախարարությունը Արթուրին տվել է նաև առողջարանում հանգստանալու եւ առողջարանային վերականգնողական բուժում ստանալու ուղեգիր։ Համոզված չի, որ դրանց բուժումներ կարող է լինել։ Միշտ է ցանկացել եմ բուժում եմ, միշտ է ցանկացել եմ դեմ առաջվա այն մարդը, որ դերը ասենք առաջներն են, գնամ ես իմ համար աշխատեմ ապրեմ։ Շնորհակալ եմ բոլորից։ Թումանյանի հերոսը որդուն խրատելիս ասում էր, օրեր են կմտնեն, անց կկենան։ Խեղված ճակատագրեր էջի այսօրվա հերոսների օրերը մտնում են, անց կենում, բայց մեծ վիշտը, ցավը, կորուստը մնում են, քայքայում նրանց հոգին ու մարմինը։ Թորները անտեր են մնացել։ Հոգեկան խնդիրներ ունեցող նրանց հայրը Սուրն Օպայպային սպանել է կնոջը։ Ժողովուրդը ճիշտ է ասում, անտերի օրը կտրվի։ Ինչքան էլ հիվանդ տատն ու պապը ջանում են, մոր եւ հոր տեղը չեն լրացնում։ Ապրում են հանուն թորների, թորներն էլ նրանց կորցնելու վախով։ Սոցիալ-կենցաղային պայմաններն էլ մեկուսացված, խեղճացած, բարդույթավորված ապրելու պատճառ են դարձել։ Տուն, աշխատանք չունեն, ժամանակավոր պատսպարվել են ինչ-որ մեկի տանը եւ ամեն վայրկյան փողոցում հայտնվելու վտանգը Դամոկլյան սրի պես կախված է նրանց գլխին։ Բայց ինչպես Թումանյանի մեկ այլ հերոս է ասում, այսպես չի մնա։ Համենայն դեպս այդ եւ տուն ունենալու հույսով էլ ապրում են։ Տաթև Մեսրոպյանը հանդիպել եւ զրուցել է էջի այսօրվա հերոսների հետ եւ լսել նրանց երազանքները։ Այժմ նրա, որ երազանքը երազանք չմնա, տեսանյութը։ 1 տարեկան Արտակի լեզուն նոր է բացվել, անընդհատ հորն ու մորն է կանչում, բայց կանչերն անպատասխան են մնում, քանի որ երկուսն էլ կողքին չեն։ Մամայի ասում, մոլորվում եմ բալաճոտ, չգիտեմ որ անթեք եմ։ Պապային էլ, պապան էլ էլի։ Ամեն մի բարի հետ, չգիտեմ հոգեպես, տանջվում եմ, պատասխան չեմ գտնում երեխուս։ Ինչ ասեմ։ Թող մենակ Աստված, երևի ասուս խնդրեմ երկար կյանք, բայց հույս չունեմ այդքան ապրեմ, արդյոք կարող ինձ Արտակին հասցնեմ իր անպատը։ Ինքը չուզում որ լացեմ տես։ Երաժիշտ հոր մոտ 4 տարի առաջ հոգեկան շեղումներ են նկատվել եւ վերջին ամիսներին սրվել։ Հերթական նոպայի ժամանակ Արթուրը կնոջը սպանել է։ Հիմա մեկուսացված է հասարակությունից։ Դի գնային հարսիս բարեկամի հարսանիքը։ Հաջորդ օրը ավտո կայնավ մի հատ մեր հայաթը։ Դուռը բացեց տաքսու վարորդը։ Սես մտավ, ասեց բարև ձեզ իրան։ Ու բան եղավ, առաջացավ, ասեց հոպար, ասեց հələ մի րոպե գաս։ Ես ինձ վախից ասի, հա ինչ ա եղել, տղա ջան։ Ասեց հոպար, հələ արի գնանք, ասեց։ Արթուրին ու հարսին իջեցրել եմ գերեզմաներ։ Գիշերվա 11-ն է արդեն։ 10:30 ասեց ասելա 10 րոպեից արինձի տար հետ եմ գնացել չկա տեսել է Արթուրը շորերը հանած լրիվ կոշիկները հանած նասկիները ինքը իրան հրթելով սենց ոտքերից թևերից նույնիսկ պարանոցով ու տենց ընկած է արնական հարսին գտել է տղայիս գերեզմանից երևի 10 մետր ցած վազը տեսել էր ինչ ասած կրկել եմ մեքենայի մեջ տենց արնաշահ ասած բաները նամասի բալես համբերեսը հասնում ենք դե հիվանդանոց հենե միջև հասցրել էին Մինչ այդ տիկին Ազատուհին կորցրել է ավագ որդուն, որը մի քանի փոքրիկի կյանք ջրանցքում փրկելուց հետո խեղդվել է։ Ընտանիքում համոզված են, որ հենց նրա մահն է դարձել կրտսեր եղբոր հոգեկան խնդիրների պատճառը։ Ես հուլիսի 24-ին 4 տարին կլռան այդ տղայիս մահվան։ Այդ օրը այդ լոդկեն որ շուռ էր եկել, ինքը երեխեքը լցվել են ջուրը, դեռ ինչ որ չգիտեմ։ Հազիվ ինքը այդ երեխեքին ջրից հանել էր։ Վերջում էլ չէր կարացել, արդեն այդտեղ քաշող բաներ եղել, էլ չէր փրկվել։ Իմ տղան 30 տարեկան։ Հանձնիկ հողին տղա շատ ծանր տարավ։ Դա երկու եղբայր էին, անցած տարի սեպտեմբեր ամիսներ ինքը սկսեց վատանալ։ Միշտ ասում են եղբայրս երազես գալիս է, մեկ ապտի գնամ եղբորս մոտ, ես իրան շատ առանց իրա չեմ կարող մնալ, եւ միշտ գնում էր համել գիշերները գերեզմաններ, ամեն անգամ երբ զանգում էի, ասում է Արտուր ջան, ուր ես ախր Շայվալա ջան, 1:30 ասում մամա, Արտակիս մոտն եմ կգամ։
Հիմա ծնողի պարտականություններ ստանձնաստատն ու պապը եւ ավագ եւ կրտսեր որդու զավակներին են խնամում, թեև երկուսն էլ աշխատանք չունեն։ 6 քույրիկ են, 3 աղջիկ են, տղայիս ունի, 3 ես։ Սա էլ ունեցան, ես մի եղբայրն է, անունը Արտակ ենք դրել։ Անել չվայելեցին այս անունը իր ծնողները։ Արթուրին զավակները ներել են, քանի որ միշտ էլ հոգատար է եղել, բայց միաժամանակ չեն կարողանում հաղթահարել մոր կորստի վիշտը եւ նրա մասին անցյալով չեն խոսում։ Նրանցից մեկը մորը նվիրված բանաստեղծություն է գրել։ Լիլիթն էլ միայն մայրերին նվիրված բանաստեղծություններ է կարդում։ Իմ ինքը 6 տարեկան է, բայց դե մի անգամից որտեղից իրան այդ բանը, որ ինքը կարում է կարդա։ Գիրքը այն օրը տենց իրիկուներ ու ժամեր նստած էի, եկել տեսնակ, լսեմ կարդում ամորս գերեսմանը։ Բայ ասել Լիլիթ մեռնեմ ջան, շուշուտ ասում է տատիկ ջան լսի։ Ասում եմ բալես ուրիշ բան կարդա, չէ տատիկ եսի լսի։ Սովորելա թրջեի մտքով տուն, անդադ մոր։ Մահերնա։ Մամայիս հիշեցի, ուզեցա որ ինչ-որ մի բանաստեղծություն գնեմ։ Հետո մայրիկիս տոնը տրեցի օրինեցի տենց գրեցի։ Մարտի 8-ի համար ես օրինել։ Մայրիկիս տոնը։ Մայրիմ քնքոշը բարի, աշխարհում չկա քեզանից բացի իր օրինակ ու չքնաղեակ։ Րոպեները քող թող դարեր դեմեն, իսկ քո աչքերը թող հավերժ փայլեն։ Կյանքիդ կարուները թող գան ու չգնան։ Իսկ որ գնան էլ նորից շուտի հետ կան, սիրով ջերմությամբ, հապերությամբ լի։ Տոն կդարձնեմ քո ամեն մի օրը։ Որքան կներեմ փոքրիկիս ուժերը, նորից ու նորից տոնը շնորհավոր, ընդմիշտ դու ապրիր ուրախ, բախտավոր։ Երկու անգամ ուղեղի կատված տարած տիկին Ազատուհին հանուն թորների է ապրում։ Որդիների կորստին հավասար ցավ է զգում, երբ չի կարողանում հագեցնել նրանց քաղցը։ Թորներն էլ վախենում են տատին կորցնելու մտքից։ Անverջ մխիթարում են նրան եւ օգնում տնային գործերում։ Ամուսինս էլ է հիվանդ ինքն էլ։ Նույնիսկ ազատամարտիկ ա եղել, այդ կրվի թեժ պահերը ինքը գնացել է կրվ։ Իսկ որ արդեն գալիս է պահը, ես եմ լաց լինում իրանց մամայի, թեկուզ իմ երեխայի, չէ որ ես էլ ոչինչ չունեմ։ Իրանք ավելի նեղվում են, Լիլիթիկը փաթաթ մատատի ջան, խնդրում եմ միլաց չվատանաս, որ հեկուց դու վատանաս մեզով կպահի։ Նրանց տունը տարիներ առաջ է փլվել, վարձով են ապրել, իսկ պատուհասած դժբախտություններից հետո այնտեղից հանել են։ Նոր տուն վարձելու հնարավորություն այլևս չունեն։ Արմավիրի գյուղապետը տեսնելով ընտանիքի անելանելի վիճակը ժամանակավոր մի ազատ տուն է տրամադրել, բայց ցանկացած պահի տանտերը կարող է վերադառնալ ու նրանք կրկին կհայտնվեն փողոցում։ Էսի մի քանի ամիս է, այս դեպքից հետո ենք եկել, դեպքը մի շաբաթ չէր լրացը, մեզի հանեցին տեղից, ուրիշ տեղ էինք ապրում։ Մարզպետարանն է դիմեց գյուղապետին, գյուղապետն էլ այս տունը ճարեց։ Հիմա այս տղեն պետք է գա այս տանտերը։ Եվ առանց իր ասենք բանով իրան ինչ-որ հորեղբայր ուներ, ստեպ գյուղապետը բալանին վերցրեց տվեց մեզ, որտեղ մենք օդի մեջ էինք արդեն այս երեխեքով ու այդ վշտի մեջ ամենաթանկ բանը կորցրել է։ Մայր, հայրն էլ ինչ կորածի նման։ Թվում է, ճակատագրի դեմ կռվի ելած այս կինը ուրախանալու սիրտ չպետք է ունենա։ Միայն ինքը գիտի իրեն բաժին հասած պատասխանատվության գինը, մի ցանկություն ունի։ Թորների համար տանիք է երազում, որ ընտանիքն էլ նախկին տան նման վերջնականապես փուլ չգա։ Տաթև Մեսրոպյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Մեքենա վարելը թանկ հաճույք է։ Տուգանքները բարձր են։ Չեն կարա չխախտել։ Ստիպված է եղել կայանել Խաչմերուկում։ Նախատեսվում է նաև բողոքարկման ինստիտուտ։ Տուգանքների չափերն անհամաչափ են։ Կայանել միտեղ արդեն 5000։ Տուգանքների չափերի նվազեցմամբ էլ ոգևորված չեն։ Իսկ ինչու նվազեցնենք ամենագործին 3000։ Դժգոհությունը գլխացավանք դարձած արագաչափերն են։ Լրիվ անհամապատասխանատ։ Նույնիսկ բարձր տուգանքի չափը ոմանց համար զսպող չէ։ Տուգանքը եռապատկվում է։ Հնարավոր է, որ դրանք իջեցվեն։ Կան սուբյեկտներ, որոնք կեղտոտում են իրենց շրջապատը։ Կեղտոտ գործողությունների պատճառով տուժում են անմեղ քաղաքացիները։ Պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերի 10000 ԱՄՆ դոլար կաշառք։ Կինը համաձայնել է տալ 10000-ը։ Հեղինակազեկվել է պետական իշխանության մարմինը
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Այդ արարքը քրեորեն հետապնդելի է։ Պահանջել են $2000 իմիտացիա են ստեղծում, որ իրենք լավ են աշխատում։ Քաղաքացուց հաղորդում չընդունել, փաստորեն թաքցնելով հանցագործությունը։ Հանցագործություն թաքցնում են անբանները։ Երբեմն ներգրաված են լինում հմուտ միջնորդներ։ Օգտավորն լարի։ Ակնհայտ է քննիչի կանխակալ վերաբերմունքը։ Քնիչ կամ պահում է մյուս քնիչին։ Տուգանքների համաչափությունն այսօր խախտված է եւ որոշ դեպքերում դրանք բարձր են, որոշ դեպքերում ցածր։ Խնդիրը լուծելու համար վարչական իրավախախտումների մասին օրենքը լրամշակվում է լուծելու տուգանքների համաչափության խնդիրը, ասել է փոխոստիկանապետ Արտուր Օսիկյանը, որն անցնող շաբաթ ազգային ժողովում ստիպված է եղել պատասխանելու, ինչպես ասում են, անհարմար հարցերի։ Հաջորդիվ ներկայացվող տեսանյութի գաղափարը վաղուց էր հասունացել, մասնավորապես վերջին ժամանակահատվածում խմբագրություն հաճախակի ստացվող հեռախոսազանգերի վերլուծությունից հետո։ Մի օրինաչափություն ենք նկատել։ Տեսախցիկների եւ արագաչափերի տուգանքների անհամաչափության մասին խոսակցությունները ուղիղ համեմատական են ժողովրդի սոցիալական վիճակի վատթարացման հետ։ Մարդիկ վկայակոչելով սեփական սուղ հնարավորությունները նշում են, որ հերիք է վարորդը սահմանվածից 24 կմ/ժ արագությամբ ավել վարի, ընկնում է 30,000 դրամանոց դարդի տակ, որը նվազագույն զամբյուղի 1/3-ն է։ Ասել է, թե գործ ունենք վարչական ակտի անհամաչափության խնդրի հետ եւ վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի համաչափության եւ կամայականության արգելքի սկզբունքներով, ինչն էլ ըստ էության խոստովանել է փոխոստիկանապետը։ Շրջանցեմ հանգամանքը, թե որտեղ են դրվում չափիչ սարքերը, կա արդյոք դրա հիմքում իրավական ակտ կամ որ հոգսերով տարված մարդիկ հաճախ չեն նկատում դրանք, այլ անդրադառնամ կոնկրետ օրինակի։ Ոստիկանության վիճակագրությունն ու Շամշյանի արձանագրած դեպքերը վկայում են, որ ամեն 5-րդ վթարը տեղի ունենում վարորդի ոչ սթափ լինելու պատճառով։ Համաձայն ենք, որ ինչպես 24 կմ/ժ արագության գերազանցումը, այնպես էլ հարբածների դեպքում տուգանքները անհամաչափ են։ Ինչպես մի շարք երկրներում ցանկալի կլիներ, որ Հայաստանում եւս ոչ սթափ վիճակում մեքենավարողների հանդեպ քրեական գործ հարուցվեր։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի կանխել ճանապարհային, ինչպես ասում են, բեսպրեդելը։ Քանիցս անդրադարձել ենք նույն անձին, որին ոչ սթափ վիճակի համար սկզբում տուգանում են, երկրորդ անգամ զրկում վարորդական իրավունքից, բայց միևնույն է, դրանից հետո մեկ այլ մեքենայով շարունակում է փորձանք մնել երթևեկության համար։ Թեման ընդգրկուն է եւ գրեթե յուրաքանչյուր ընտանիքի առնչվող, սակայն եթերային ժամանակն է սահմանափակ։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ Հերմինե Բաղդասարյանի անհամաչափ համաչափություն տեսանյութը։ Մեքենա վարելը թանկ հաճույք է։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը 100,000 դրամ է, ապա 1-2 ճանապարհային երթևեկության խախտում կատարելու դեպքում, ընդ որում երբեմն ոչ վարորդի մեղքով, ստացվում է, որ պետք է զրկվես ամսական բյուջեիդ մեծ մասից։ Կարեն Հեքիմյանը այն մեքենատերերից է, որ ինչքան էլ փորձում է կարգապահ լինել, միևնույն է, երբեմն խախտումն անխուսափելի է։ Իսկ տուգանքները բարձր են, մանավանդ եթե խախտումը հարկադրված է եղել։ Բոլորը խախտում են հոծ գիծը, բայց չեն կարա չխախտել, որտեղ ստեղ էլ երկրորդ գիծ է կանգնում։ Կամ պետքա խցանում առաջանա, կամ պետքա խախտես։ Բայց եթե այստեղ ոստիկան լիներ, հաստատ մեզ կտուգաներ, որտեղ մենք խախտեցինք հոծ գիծը։ Ու 20,000 դրամ։ 20,000։ Մեր օպերատորներն էլ եւս տեսնում են, որ կանգնած տրանսպորտային միջոց կա այդ հատվածում եւ ձեզ ուղղակի այդ տրանսպորտային միջոցը շրջանցելու դեպքում հոծ գիծը խախտելու համար ձեզ չէ ենթարկի։ Պատասխանատվության կենթարկվի այն վարորդը, ով կանգնել է այդ հատվածում եւ սահմանափակել հոծ գծի եւ այդ տրանսպորտային միջոցի միջև եղած տարածություն։ Տեսանկարահանող սարքերը նրա մեքենան որսացել են այն ժամանակ, երբ անսարքության պատճառով ստիպված է եղել կայանել Խաչմերուկում։ Տրամաբանական է, որ ամեն մեքենան կարա փչանա ու ցանկացած տեղ, դա ոչ մեկ չի կարա հակառակը պնդի, փչանում է ու ստիպված կայանում ես մի տեղ, որտեղ որ մեքենան փչացավ։ Ու դրա համար ստիպված ես լինում 5,000 դրամ վճարել։ Տեսախցիկով դիտող օպերատորը չի կարող այդ բոլոր հանգամանքները հաշվի առնել, բայց հաշվի առնելով, որ նման դեպքեր կան, վարչական օրենսգիքը նախատեսում է նաև բողոքարկման ինստիտուտ։ Մոտավորապես 1 տարի տևեց։ Ընդ որում առաջիացան եւ վերաքննիչ։ Վճռաբեկ գործը չհասավ, վերաքննիչով բավարարվեց ճանապարհային ոստիկանությունը 1 տարի։ Միջև ապացուցեցի ու այդ 5,000 դրամը չտվեցի։ Երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների չափերն անհամաչափ են։ Մի դեպքում նվազեցման, մյուսում էլ խստացման կարիք ունեն։ Որոշ տուգանքների, մասնավորապես գծանշումների հետ կապված նվազման հնարավորություն Կորյուն Նահապետյանն այնուամենայնիվ տեսնում է։ Կարծում եմ այդ խախտումներից պետք է առանձնացնել հետիոտնային գծանշումների
համար նախատեսված այդ կանոնների խախտումները, խաչմերուկ անցնելու կանոնների հետ կապված խախտումները, կայանատեղի հետ կապված խախտումները նույնպես բավականին տարածված են եւ կարծում եմ օրենքով նախատեսված տուգանքների չափերը անհամեմատ ավելի մեծ են։ Անհամաչափություններ բավականին շատ են։ Խմբակային քշել սպառնալիքներով 3000 դրամ։ Իսկ կայանել միտեղ արդեն 5000 դրամ։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է ուղղակի գնահատել առարքի վտանգավորության աստիճանը եւ բնույթը եւ դրա հիման վրա կողմնորոշվել, թե ինչպիսի տուգանք պետք է նախատեսել այդ առարքի համար։ Ոստիկանությունում եւս անհամաչափություն առանձին դեպքերում տեսնում են, բայց տուգանքների չափերի նվազեցմամբ էլ ոգևորված չեն։ Ասում են դիտավորությամբ կատարվող իրավախախտումները չեն կարող նվազ լինել, անզգուշությանը գուցե։ Իսկ ինչու նվազեցնենք ամրագոտին 3000։ Եթե դուք ամրակապվում եք, ձեր համար ինչ տարբերություն 3000-ը թե 5։ Հնարավոր չի անզգուշությամբ չամրակապվել։ Նման բան չի կարող լինել։ Եթե որևէ վարորդկատիր կասի, որ ինքը պատահաբար չի ամրակապվել, առնվազն դա չի համապատասխանում իրականությանը։ Վարորդների մեծ մասի դժգոհությունը գլխացավանք դարձած արագաչափերն են։ Չնայած 2012-ին արագության գերազանցման համար նախատեսված տուգանքը 12000 դրամ էր, հիմա 2000-ով պակաս, բայց դժգոհողներ էլի կան։ Խոսքը գնում է սահմանված արագությունը գերազանցելու հետ կապված, լրիվ անհամապատասխան է 10000, 20000, 30000 մինչև 50-60000 դրամ։ Արագության գերազանցման համար այդ 1-ից 10 կմ/ժ-ի համար 10000 դրամը չեմ կարծում, որ այդքան բարձր է։ Բացի այդ արագության գերազանցումը այն իրավախախտումն է, որը հաշվի առնելով այն 1-ից 10 կմ/ի համար նաև պատասխանատվության բացակայությունը, հաշվի առնելով, որ 11 կմ/ժ-ով գերազանցելը չի կարող լինել պատահաբար։ Մասնավորապես սահմանված արագությունը գերազանցելու դեպքում 10-ից 20 կմ/ժ արագության այդ հատվածում, եթե վարորդը գերազանցել է սահմանված արագությունը, ապա առաջարկվում է նվազեցնել օրենքով նախատեսված տուգանքի չափը։ Եթե լինի տուգանքի չափերը շատ ցածր, բոլորը կունենան հնարավորություն դուք խախտել կանոնները եւ վճարել դրա համար։ Այդպես չի որևէ տեղ, այդպես չի մեզ մոտ եւ այդպես չի էլ կարող լինել որևէ տեղ, որովհետեւ դա կտանի քաոսի։ Հաճախ նույնիսկ բարձր տուգանքի չափը ոմանց համար զսպող չէ։ Կան տուգանքներ, որոնք խստացման կարիք ունեն։ Օրինակ, ոչ թափ վիճակում վարելը։ Շատերին թվում է, որ այդ վիճակում ավելի զգույշ են վարում, մինչդեռ դա միայն թվում է։ Ներկայացնեմ техпаспорт ու փաստաթուղթ։ Всё. Это քուշայից է բխում։ Չէ։ Քուշայից է բխում։ Կատարածը թույլակ պարտը կատա։ Արա Վարդանյանի նույն ինքը երրորդ մասի ճվճվարոյի տղայի բախտը բերել է, որ խորհրդային տարիներին չի ծնվել։ Այլապես մեքենան ոչ թափ վիճակում վարելու համար կպրծներ ոչ թե տուգանքով, վատագույն դեպքում վարորդական իրավունքին զրկվելով, այլ կենթարկվեր քրեական պատասխանատվության։ Գուցե այդ օրինակը հիմա շատերի համար դաս լիներ։ Ինչ ես տեսնում, այ աստագլող։ Ոչ թափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքում գործող օրենքով նախատեսված վարչական տուժի միջոցները մեղմ են եւ այդ իմաստով մենք համակողմանի քննարկումների արդյունքում ամբողջության մեջ արդեն կանդրադառնանք նաեւ այս խնդրին եւ կփորձենք ճանապարհային երթևեկության կանոնների բոլոր կանոնների խախտումների համաչափ մոտեցում ցուցաբերել նախատեսելով դրանց համար իսկապես արդյունավետ վարչական տուժի միջոցներ։ 0.5 միլիգրամ լիտրից ավելի դեպքում 150.000 դրամ է պատասխանատվությունը, իսկ 1 տարվա ընթացքում երկրորդ անգամ կատարելու համար ուղղակի զրկում են նախատեսվում վարելու իրավունքից։ Այնպես չի, որ չկան այլ սանկցիաներ։ Չի բացառում, որ օրինակ գնահատվի, որ ոչ թափ վիճակում գտնվելու համար տուգանքը ոչ թե 100.000 պիտի լիներ, այլ 150 պիտի լիներ, իսկ երկրորդ մասով ասենք 150-ի փոխարեն 200 կամ 300։ Փոխարենը էական նվազման միտում ունեն խախտումների համար չվճարման դեպքում բազմապատիկի կիրառման գործակիցները։ 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքը եռապատկվում է, 60 օրվա դեպքում հնգապատկվում, ինչը բավականին մեծ գումար է։ Եթե կա նման մոտեցում, տուգանքները չվճարելու դեպքում որոշակի ժամանակահատվածում եռապատկում, հնգապատկում, ապա ինչու այլ վարչական զանցանքների դեպքում տուգանքը երբ որ չես վճարում, չի նախատեսված նման ուրեմն բազմապատիկ գործակիցներ։ Սա նախատեսված է բացառապես ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար, տուգանքը չվճարելու իրավիճակի հետ։ Քննարկվում է, որ հնարավոր է, որ դրանք իջեցվեն, ասենք եռապատկման փոխարեն նախատեսվի կրկնապատկում, իսկ հնգապատկման փոխարեն ասենք եռապատկում կամ այլ մեխանիզմներ։ Դեռևս վերջնականապես որոշված չեն, բայց նախապես կարող ենք ասել, որ այդ հարցում կա միանշանակ դիրքորոշում, որ որոշակիորեն պետք է իջեցվեն այդ սպող մեխանիզմների չափերը ուղղակի։
Առաջիկայում կառավարությունը խորհրդարան կներկայացնի վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծ, որը թերևս լուծի ոլորտի խնդիրները։ Հերմինե Բաղդասարյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Հատուկ քննչական ծառայությունից թեև չունենք հստակ վիճակագրություն, թե հարուցված քրեական գործերից քանիսն է առնչվում ոստիկաններին, սակայն դատելով ամենօրյա հաղորդագրություններից կարելի է եզրակացնել, որ քիչ չեն։ Ընդ որում, դժվար է գտնել մի գերատեսչություն, որտեղ ոչ միայն ինքնամաքրման գործընթաց իրականացվի, այլև տևական ժամանակ շարունակվի, այն էլ Հայաստանի պես երկրում, որտեղ առաջնային են բարեկամ քավոր սանիկ հարաբերությունները։ Ոստիկանապետի պաշտոնը ստանձնելուց հետո Վլադիմիր Գասպարյանը հենց համակարգում շատ թշնամիներ ձեռք բերած կլինի, քանի որ պարզից էլ պարզ է, որ նախ բարեփոխումները երբեք անցնցում չեն լինում եւ ամենակարևորը դժվար է կոտրել տարիներով ձևավորված կարծրատիպերը, մասնավորապես ծեծով կամ խաբեությամբ ցուցմունք կորզել ոտնահարելով մարդու արժանապատվությունը, անմեղին էլ երկար ժամանակով գործ ուղղել ճաղավանդակներից այն կողմ։ Խոսքը վերջին ժամանակահատվածում մասնավորապես քննիչների ձերբակալությունների մասին է։ Ճիշտ է, չի կարելի միանշանակ պնդել, որ արատավոր բարքերը այս համակարգում վերջնականապես արմատախիլ են արվել, ավելին շատերը կարող են բերել հակառակը փաստող օրինակներ, սակայն արվածը չնկատել չի կարելի։ Հենց այս համատեքստում է տեղավորվում նախկին քննիչ Արթուր Ղազարյանի ձերբակալությունը, որին հանձնարարվել էր 4-ամյա երեխայի մահվան դեպքի փաստով նյութերի նախապատրաստումը։ Վերջինը պարզել էր, որ ծնողները դիմել են բուսաբույժ մի կնոջ, որ ոչ ավանդական միջոցներով բուժի երեխային, սակայն փոքրիկը մահացել է։ Քրեական գործ հարուցելու փոխարեն քննիչն այդ կնոջից պահանջել եւ ստացել է $10,000։ Ղազարյանը մայիսի 7-ին տարադրամի փոխանակման կետերից մեկում նշված գումարի մի մասի փոխանակման ժամանակ բերման է ենթարկվում։ Կադրերը քիչ անց։ Կամ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանի ձերբակալությունը, որը չարաշահելով պաշտոնեական դիրքը ճանապարհային ոստիկանության տեսուչ նշանակելու հարցում միջնորդելու, աջակցելու համար քաղաքացուց պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափի $7,000 կաշառք։ Իսկ նրա բնակարանում խուզարկությամբ հայտնաբերվել է մի իսկական զինանոց։ Կարծես ոչ թե հետաքննության բաժնի պետն է եղել, այլ շարքային հանցագործ։ Մի խոսքով պետք է ասել լավին լավ, վատին վատ։ Այժմ Արմեն Աթալյանի ուսադիրներով հանցագործները տեսանյութը։ Մաքուր է ոչ թե այնտեղ, որտեղ չեն կեղտոտում, այլ այնտեղ, որտեղ մաքրում են։ Այս ասացվածքը կիրառել է ցանկացած ոլորտի համար, քանի որ ամեն ոլորտում էլ կան սուբյեկտներ, որոնք կեղտոտում են իրենց շրջապատը, բառի բուն եւ փոխաբերական իմաստով։ Իրավապահ համակարգում եւս նման անձինք կան։ Նրանց այսպես ասած կեղտոտ գործողությունների պատճառով տուժում են անմեղ քաղաքացիները ու ընկնում է ոստիկանության հեղինակությունը, սակայն վերջին տարիներին կարծես ակտիվ պայքար է սկսվել նրանց դեմ։ Վերջերս հաճախ ենք լսում, որ ձերբակալվել է այս կամ այն ոստիկանը, ըստ էության ոչ թե աճել է օրինախախտ իրավապահների թիվը, այլ ակտիվացել է նրանց դեմ պայքարը։ Մոտ մեկ շաբաթ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ կալանավորվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանը։ Ոմն Արսենի հաղորդման հիման վրա ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հատուկ քննչական ծառայությունում Կամիսար Պողոսյանին պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանք են առաջադրել։ Վերջինը Արսենին ճանապարհային ոստիկանությունում տեսուչի պաշտոնում տեղավորելու համար պահանջել եւ ստացել է $7,000 կաշառք։ Ավելի շուտ էլ կալանավորվել էր մեկ այլ իրավապահ։ Ոստիկանության Շենգավիթի քննչական ծառայության նախկին քննիչ Արթուր Ղազարյանն աշխատանքից հեռացվել է 2013 թվականի սեպտեմբերին, սակայն հասցրել է տարբեր անձանցից կաշառք վերցնել։ 2013 թվականի փետրվարի 8-ին նրան է հանձնարարվել 4-ամյա երեխայի մահվան դեպքի փաստով նյութերի նախապատրաստումը։ Ընթացքում Արթուր Ղազարյանը պարզել է, որ երեխայի մահվանից առաջ ծնողները դիմել են բուսաբուժությամբ զբաղվող մի կնոջ, որ ոչ ավանդական միջոցներով բուժի փոքրիկին։ Բուսաբուժությամբ զբաղվող կնոջ օգտին քրեական գործի հարուցումը մերժելու դիմաց Արթուր Ղազարյանը նրանից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերի $10,000 ԱՄՆ կաշառք։ Քննիչը դրանով չի սահմանափակվել։ Արդեն 2014-ին նորից կապվել է բուսաբուժի հետ ու ասել, թե իբր գործը կարող է նորից բացվել եւ դա կանխելու համար պետք է եւս $50,000։ Կինը համաձայնել է տալ 10,000-ը։ Նույն օրը գնացել է նրա ամառանոց, որտեղ նրանից ստացել եւ ապշտակել է առանձնապես խոշոր չափերի $10,000 ԱՄՆ։ Արթուր Ղազարյանի գործողությունների արդյունքում ոչ միայն էական վնաս է պատճառվել տուժողի իրավունքներին, նրան զրկելով նախագծության ընթացքում յուքային պահանջ ներկայացնելու հնարավորությունից, այլև հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Այս տարվա մայիսի 7-ին արդեն տարադրամի փոխանակման կետում այդ գումարը փոխանակելիս ոստիկանները նրան բերման են ենթարկել։
Հատուկ քննչական ծառայությունը վերջերս ավարտեց իրավապահների հետ առնչվող մեկ այլ ոստիկանության նոր-նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սամվել Հակոբյանի եւ նույն բաժանմունքի տեսուչ Ֆելիքս Մկրտչյանի գործի քննությունը։ Այս իրավապահները տարեսկզբին տեղեկություն էին ստացել, որ Ջիվան անունով երիտասարդը համբուրել է անչափահաս մի աղջկա։ Ջիվանին ու նրա հորը հրավիրել են ոստիկանություն ու ասել, որ այդ արարքը քրեորեն հետապնդելի է։ Պահանջել են $2,000 քրեական գործ չհարուցելու համար։ Քաղաքացիները համաձայնել են ու փոխանցել ոստիկաններին այդ գումարը։ Հենց կաշառքը տալու պահին էլ նրանց ձերբակալել են ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։ Ոստիկանի կալանավորման մեկ այլ դեպք էլ Վարդենիսում 2013 թվականի նոյեմբերի 19-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներին է դիմել գյուղերից մեկի բնակիչը եւ հայտնել, որ այդ գիշեր անհայտ անձը կրակել է իր տան վրա։ Դեպքի մասին զեկուցել են ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Կարեն Մելիքյանին, որը հանձնարարել է առանց քաղաքացուց հաղորդում ընդունելու մեկնել դեպքի վայր ճշտել մանրամասները։ Ոստիկանները տեղում պատի վրա տեսել են հրազենային կրակոցի հետքը, պատի միջից հանել գնդակը եւ զեկուցել պետին։ Կարեն Մելիքյանը սակայն ապօրինի ցուցում է տվել քաղաքացուց հաղորդում չընդունել, փաստորեն թաքցնելով հանցագործությունը։ Հանցագործություն թաքցնում են անբանները, որոնք իմիտացիա են ստեղծում, որ իրենք լավ են աշխատում եւ կանխարգելիչ միջոցառումները լավ որակի են, դրա համար էլ հանցագործություններ տեղի չունենան։ Քրեական այս գործերով նյութերի նախապատրաստման գործընթացին մասնակցում է նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը, որը մի շարք գործառույթներից բացի քննում է նաև ոստիկաններին առնչվող բողոքները։ Շորթման մասին խոսելը ավելնորդ եմ համարում։ Ցավոք սրտի մենք ունենում ենք եւ նման դեպքեր։ Եվ եթե դեպքը արձանագրվեց մի կոնկրետ բաժնում, դա չի նշանակում, որ այդ դեպքերը չեն եղել ուրիշ բաժիններում։ Ցանկացած ծառայողի վերաբերյալ անկախ պաշտոնից, կոչումից եւ զբաղեցրած դիրքից ինֆորմացիայի կամ դիմումի ստացման դեպքում կատարվում է նույն ծավալով ստուգում կամ ծառայողական քննություն, ինչ, ասենք, շարքային ոստիկանի նկատմամբ։ Քննիչների շորթումը բացահայտելը բավական բարդ է, քանի որ երբեմն ներգրավված են լինում հմուտ միջնորդներ, ասում է կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը։ Երբ որ մի քաղաքացու նկատմամբ հարցում են ինչ-որ մի քրեական գործ կամ ինչ-որ նյութեր պատրաստում, փաստաբանների մի մասը կարող են իրանց գիտելիքի մասով սահմանում միայն միջնորդի կարգավիճակ։ Բանակցություն տանեն կողմի եւ քննիչի, բանակցություն տանել, ասենք, բողոքողի հետ կապված փոխտան, որ նա լարի, то есть աջակցում են հանցագործության թաքցման process-ի մեջ։ Ոստիկանության համակարգի մաքրման աշխատանքներն ակնառու են, սակայն մաքրելու տեղ դեռ կա։ Ամարյանը գործի բերումով առնչվում է քրեական տասնյակ գործերի, որոշներում ակնհայտ է քննիչի կանխակալ վերաբերմունքը, որի դրդապատճառները պարզ չեն։ Մեկ տարուց ավել է հայտարարություն ա եղել, որ իրանց տուն մտել են մարդիկ, որոնց ստիպել են իրանց տնից դուրս գան, վտարեն եւ այլն, եւ այդ process-ի ժամանակ տնեցքին դուրս են հանել ու իրանց տնից ակին բանակ կորը, գողությունը կատարվել։ Կոնկրետ տկա 5-7 հոգու անուն։ Այդ ցանկի մեջ կա եւ իրավապահ մարմնի աշխատող քննիչ։ Քննիչը 8-9 ամիս հետո լարությունից հետո վերում է գործը կասեցնում է։ Միանշանակ դա կասկածը արդեն առաջացնում է, որ քննիչը կամ պահում է մյուս քննիչին, որ այդ 7 հոգու ցանկի մեջ է, կամ ինչ-որ գործողություններ անում ի վնաս, ասենք թե բանին, դժողին։ Այս պատմության ավարտը դեռ հայտնի չէ, սակայն նման դեպքերը ստվերում են ոստիկանության հեղինակությունը, քանի որ կասկածելի է դառնում նրա անաչառությունը։ Ամարյանին հույս է ներշնչում այն, որ պայքարը կոռումպացված ոստիկանների դեմ ժամանակավոր ձևական բնույթ չի կրում։ Մի քանի տարում գրանցված իրավապահների տասնյակ ձերբակալությունները դրա մասին են վկայում։ Արմեն Աթալյան, Զորաբ Քարամյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Էլեկտրասյունը որտեղ է պարկել, մեքենան էլ որտեղ է հայտնվել։ Կարող է Ռուբեն Գևորգյանն էլա Բրիջիտ Բարդոյական։ Երևի Նոյը աղավնու միջոցով տեղեկացել էր։ Նախապատրաստած նյութերը սիրուն լինի, Տարոն ջան։ Թող որոշ գոլդատերներ օրինակ վերցնեն։ Բայց ինքը խախտում արը, չէ՞։ Հայտնաբերվեց նաև թմբլիկը։ Բայց էսի ո՞նց է այդալ պատիժկեն տրակած է։ Քոչարյանը ինքնակամ լքել է զորամասը։ Մոսկվիչի վարորդը գտնվել է ոստավ վիճակում։ Բնա, սա որ է տարուն է, դառնում են քուչի տղա։ Ամառը հաճելի եղանակ, սակայն մարդկանց դեմքերին շփիտ չկա։ Որն է համատարած մտահոգության պատճառը։
Սա լուրջ ուսումնասիրության առարկա է։ Եթե վիճակագրությունը փաստում է կենսամակարդակի նկատելի աճ, ապա ինչու չի փոխվում մարդկանց դեմքերի արտահայտությունը։ Հասարակության ընդհանուր մտահոգությունը հասկանալի էր գորշ եւ ցուրտ ձմռանը, սակայն ոչ մի կերպ բացատրելի չէ ամռանը, երբ փթող բնությունն ինքնին տրամադրություն է։ Տպավորությունն այնպիսին է, որ շատերի մտահոգում է մի մեծ անլուծելի հարց։ Կարծես արժեքային անսահմանելի եւ քաոսային վիճակում են եւ ոչ մի կերպ չեն կողմնորոշվում։ Ինչն է ճիշտ, ինչը սխալ, ինչ անեն կամ ուր գնան։ Այդ պատճառով լուրջ ու մտահոգ դեմք են ընդունում, որ թաքցնեն լարվածությունն ու շփոթվածությունը։ Իսկ ընդհանրապես տխրությունը հաղթահարելու համար խորհուրդ է տրվում ավելի երկար շփվել երեխաների հետ, վարակվել նրանց կենսուրախությամբ։ Ամառն ամենաուրախ ժամանակահատվածն է աշակերտների համար, որովհետև դպրոցում արձակուրդներ են։ Իսկ դա նշանակում է, որ ավելի շատ ժամանակ են անցկացնելու ընտանիքում, բակում, խաղարապարակներում, ճամբարներում։ Այդ միջավայրերը ոչ պակաս կարևոր են անձի ձևավորման եւ աճի համար, եւ ցանկացած ուսուցիչ կարող է հաստատել, երեխաներն ավելի շատ աճում են ամռանը, քան ուսումնական տարվա ընթացքում։ Դա կարծես բնական օրինաչափություն լինի։ Ամառը նպաստում է ոչ միայն բուսականության աճին, այլև դրականորեն է ազդում հասարակության վարքաբանության վրա։ Համառային սոցիալական կերպարանափոխություններին է անդրադարձել Գևորգ Էմինտերյանը, Մոննաթը ազգային առանձնահատկություն պամֆլետում։ Այսօր արդեն ամառ է, իսկ դա նշանակում է, որ հարկային տեսչությանը հզոր մրցակից է ի հայտ գալիս, իդեմս արևի, եւ երևանյան ճռճռան շոկը շուտով թակելու է բոլորիս դռները, մեկին ստիպելով խորը սուզվել սեփական վաննայում, մյուսին նոր վարկերի մեջ, ավելի հով եւ պակաս մահացու վայրերում հայտնվելու համար։ Ու թեև բոլոր հայ երեխաները դպրոցական շարադրություններում գրում են, որ ամառն իրենց ամենից սիրելի եղանակն է, բայց բոլոր հայերը մեծից փոքր գիտեն ամռան հիմնական թերությունը։ Ամռանը չի կարելի ուտել ամենից հայկական կերակուրը՝ խաշը։ Ճիշտ է, Սևանի ճանապարհին թևերը ընտրությունների ժամանակ մեծ խոստումների չափ լայն բացած սևանցիները եւ ապա ձկան խորովածը փորձում են մեղմել խաշի հանդեպ կարոտը, բայց ինչպես Կոնչիտան երգչուհի երբեք չի դառնա, այնպես էլ ձուկը չի կարող սփոփել խաշակարոտությունը։ Ու չնայած նման դեպրեսիվ հատկությանը, ընդհանուր առմամբ հայերը սիրում են ամառը։ Նախ սա մի եղանակ է, երբ մարդիկ մեկնում են քաղաքից դուրս եւ գեղատեսիլ վայրերն ավելի գեղատեսիլ դարձնում պլաստիկ շշերի եւ ցելոֆանների առասպելական քանակությամբ։ Ամառը մի տեսակ ցուցադրական եղանակ է, իսկական ու կեղծ, լիքը եւ մեջը փուչ ոսկեղենից բացի, ամռանն է հայտնի դառնում հայ ժողովրդի ունեցած գեղեցիկ ոտքերի եւ մեծ կրծքերի իրական պոտենցիալը, ինչը ի տարբերություն տնտեսական աճին ավելանում է իրոք վագրային թռիչքներով։ Ու քանի որ ամառը նաեւ բաց պատուհանների եւ Ռուսաստաններից վերադարձող ազգականների եղանակն է, Հայաստանը վերածվում է ռաբիս եւ կրիմինալ երգերաշտության մի մեծ համերգասրահի։ Մի կողմից ամռանը դրսևորվում են հայ ժողովրդի նվաճողական հակումները, Քոբուլետին վերածվում է ռազմական ավարի, որը ամռան վերջում վերադարձնում ենք մյուս տարի նորից գրոհելու պայմանով։ Մյուս կողմից էլ ամռանը գալիս է քաղաքականությունից հանգստանալու ժամանակը, թեև այս վերջինը մի քիչ տարօրինակ է, որովհետև առաջին հայացքից օրինակ կարող է թվալ, որ երթեր եւ ցույցեր անելու համար ամենից հարմար եղանակը ամառն է, բայց այսպես մտածում են միայն նրանք, ովքեր ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից։ Ինչու՞, որովհետև իսկական ընդդիմությունը պետք է հանդես գա հենց վատ ու անտանելի եղանակի ժամանակ, ցրտին ու անձրևին, որ ապացուցի, թե ինքը իրոք ճշմարիտ ընդդիմությունն է։ Ամռանը ծանր է նաև իշխանության համար։ Բոլորն այնպիսի եռանդով են լծված իրենց գործերին, որ սովորաբար հրաժարվում են արձակուրդ գնալուց։ Էլ չեմ խոսում արտասահմանյան կուրորտներ այցելելու մասին, եւ ստիպված հարկ է լինում դիմելու ուժային կառույցներին, պաշտոնյաների կյանքը երկարաձգելու եւ արձակուրդ ուղարկելու համար։ Եվ վերջապես միջնադարյան հայ պատմիչների եւ իմաստունների կանխատեսումների պես ամռանը սկսվում է ասֆալտ ու բորդյուր փոխելու համար նպաստավոր տիեզերական եղանակը, ինչից անպայման օգտվում են միջնադարյան հայ ընտիր գրականությամբ կրթված թիմ ղեկավարները եւ Հայաստանը վերածում ասֆալտապատվող մի հսկայական շինհրապարակի, այնպես որ բարի գալուստ ամառ։ Գևորգ Էմինտերյան, Սուրանկյուն։ Այ հենց ներկայացվելիք դեպքի համար էին քիչ առաջ կարևորում խմացության մասով քրեականացման անհրաժեշտությունը։ Նախորդ թողարկմանը պատմեցին Գյումրիում տեղի ունեցածի մասին, երբ Մերսեդեսի եւ Զրովեցի բախման հետևանքով Զրովեցի վարորդն ու երկու ուղևորը մահացան։ Հիշում եք, որ Շամշյանին հաջողվել էր նկարահանել Մերսեդեսի վարորդին 24-ամյա Հովհաննես Ալեքսանյանին, որը չէր կարողանում նույնիսկ խոսել, հարբած էր։ Համոզված ենք, որ եթե ինչ-որ հրաշքով Զրովեցում եղածները ողջ մնային, Ալեքսանյանը կսահմանափակվեր կամ վարչական տուգանքով, կամ առավելագույնը կզրկվեր վարորդական իրավունքից։
Դրա համար էլ ասում ենք, որ կանխարգելիչ խստագույն պատժի սահմանումը կարևոր է։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, ապա հաշվի առնելով, որ գրանցվել է 3 մահ, վայ վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է երկամսյա կալանք կիրառելու միջնորդությունը։ Իսկ հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ երեկոյան զբոսնում եք ոչ թե անտառում, այլ քաղաքում, այն էլ բավականին բանուկ փողոցում ու հանկարծ, ով զարմանք եւ վախ, արջի եք հանդիպում։ Չէ, սա հեքիաթ չէ, այլ իրականություն։ Պատկերացնել անգամ սարսափելի է ու դժվար է ասել, թե ով ինչպես իրեն կդրսևորեր նման դեպքում։ Մայիսի 26-ին ուշ երեկոյան Հալաբյան փողոցում անցածները կարող են հաստատել ասածից ճշմարտացիությունը։ Չգիտես որտեղից արջ է հայտնվել, ավելի ճիշտ քոթոտ, որը բարեբախտաբար ագրեսիվ պահված չի դրսևորել, այլապես դժվար կլիներ ասել, թե ինչ հետևանքներ կունենենք։ Մի քանի ժամ է պահանջվել փրկարարներից, ոստիկաններից ու կենթանաբանական այգու աշխատակիցներից նրան մտցնել վանդակը։ Ու բնականաբար առաջին հարցը՝ որտեղից է հայտնվել գազանը։ Շամշյանի տեղեկություններով այն պատկանում է ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գևորգյանին, սակայն հետագայում որպես արջի տեր է ներկայացել Ոման Հրաչ եւ նշել, որ արջին գնել է ծաղիկից։ Ճշտող հարցին, թե ում նկատի ունի ծաղիկ ասելով, պատասխանից խուսափել է։ Ինչևէ, սա հավելյալ ապացույց է, որ նման կենդանիների տեղը կենդանաբանական այգին է, այլ ոչ թե դղյակների տարածքում կառուցված մինի գազանանոցները։ Տեսնես, եթե արջը մարդու վնասեր, ով եւ ինչպես էր պատասխան տալու։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի արջն էր պակաս լրիվ երջանկության համար տեսանյութում։ Երբ մահվան ելքով ողբերգական ավտովթարներ են տեղի ունենում, հանրության շրջանում թույլ կարծիք է ձևավորվում, թե մեղավորները չեն ստանա իրենց արժանի պատիժը, մատնանշելով այն փաստը, որ մեղավորը քննիչի որոշմամբ ազատ է արձակվում, ու քանի որ շատ դեպքերում կասկածյալները լինում են հանրահայտ մարդիկ կամ հոռացած դեմքեր։ Իրականում ժողովուրդ ջան, անցել են այն ժամանակները, որ քննիչը ինքնագլուխ բռնի ու մարդուն կալանավորի։ Տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում այնպիսի աղմուկ բարձրացվի, որ քննիչը չի էլ հասցնի գլուխը փրկի ու նրան անմիջապես համազգեստի միջից կհանեն։ Այս դեպքում էլ բժշկական եւ ավտոտեխնիկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո միայն Բարաթով Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը դիմեց նույն մարզի իրավասության դատարան եւ 3 անմեղ մարդու մահվան մեջ մեղադրյալը վերցվեց երկամսյա կալանքի։ Չես ուզում բժիշկները մի հատ նայեն։ Չես ուզում բժիշկները մի հատ նայեն։ Ժողովուրդ ջան, չմտածեք, թե դիսկոտեկի այս տնօրենը պրծնելու է 2 ամսով։ Տեսնում եք այս անուղեղին, ինչպես է ուղեղը մթագնած փալասի նման վերընկած բազմոցին։ Հիմա երկար ժամանակ նույն դիրքը կընդունի նառի վրա ու այնքան կնռա, որ նռան հատի կդառնա։ Ուղղակի վատն այն է, որ այդ հանգամանքը նույնպես չի թոթափի այն վիշտը, որ սրա պատճառով կրեցին 3 ընտանիքներ։ Իդեպ 3 մահացածներն էլ մանկության ընկերներ էին եւ բնակվում են Արարատ քաղաքում, նույն թաղամասում։ Վստահ ենք, այս տեսանյութը որոշ վայ վարորդներին դաս կլինի, որ մեքենան վարեն սթափ ուղեղով։ Հիմա որ ասեմ Բրիջիտ Բարդոյի բնապահպանական կուսակցությունն, կազմակերպությունն ինչա, վերջը դրա հայաստանյան անդամները վայնասուն կկապեն, թե թափառող շներն էլ են շնչավոր էակ, չի կարելի ոտնահարել նրանց իրավունքները ու տենց շարունակ։ Մի խոսքով, այս բնապահպաններին ուղնուցուցով գիտեք, բայց որ մարդիկ են թափառող շների պատճառով քիչ մնում զոհվեն, ասես բնապահպանների Բրիջիտ Բարդոյին չի։ Ասա է տնաշեն այգեստանցի Ալբերտ Ստեփանյան։ Տեղյակ չես, որ Սարալանջը ավելի լայն հատվածներ էլ ունի։ Ինչի ես գնացել խցկվել մի նեղնիկ փողոց, որ մի հատ էլ դեմը թափառող շներ դուրս գան, դու էլ Բրիջիտի նման նրանց մասին մտածելով վտանգես երիտասարդ կյանքդ։ Տեսնում եք, թե էլեկտրասյունը որտեղ է պարկել, մեքենան էլ որտեղ է հայտնվել։ Ալբերտը շրջանցում է շներին, բախվում էլեկտրասյանը, տապալում այն եւ չկարողանալով կառավարել ավտոմեքենան մոտ 100 մետր առաջ է ընթանում ու սահուն վայրեջ կատարում ճանապարհի բետոնե պաշտպանիչ պատի վրա։ Օպերատիվորեն ժամանած բժիշկները փորձում են օգնություն ցուցաբերել նրան ու ուղևորին, սակայն նրանք հրաժարվում են պատճառաբանելով, թե սա օկեյ է, ինչ լինում է, ժեշտին լինի։ Իսկ դեպքի վայր ժամանած գայի ավագ տեսուչ նովելի ականջներին սկսեցին նովելներ կախել, որ եթե պատը գերմանացի ռազմագերիների սարքածը չլիներ, այլ միշտ նույն տենդերը շատ շինարարի, ապա Մերսեդեսը կարող էր սահուն վայրեջ կատարել գյուղակադեմիայի տարածքում։
Ասում եմ, կարող է Ռուբեն Գևորգյանը լա Բրիջիտ Բարդոյական։ Մարդը այնքան կենթանասեր է, այնքան սրտացավ, որ իր կալվածքում մի գազանանոց է բացել ու շատ հաճախ դրա կողքով անցնողները տարբեր կենթաների ձայներ են լսում։ Չգիտեմ, համենայն դեպս այս մռութը Հալաբյան փողոցում բնակվողներից շատերը դեռ երկար կհիշեն։ Նայում էի ու չէի հասկանում, թե որտեղից ռուսական սիմվոլը կարող էր հայտնվել այս տեղանքում։ Այդ մասին փոքր ինչ անց։ Իսկ մինչ այդ ներկայացեմ Արչուկի դարձին բերելու գործընթացը։ Տոել փրկարարներ, տոել կենթանաբանական այգու աշխատակիցներ, տոել ոստիկանություն, տոել շտաբ օգնություն։ Շատ հետ գնացեք, չեղավ, մի քիչ հետ գնացեք։ Հետ գնացեք։ Ժողովուրդ հետ գնացեք։ Հիմա պարանի պրալյոտն ես մեծացնում եք։ Արման ջան, որ չկա մտքեր։ Չէ, առաջ մի բր։ Հետ բերենք։ Տարի 3-4 ամսական է։ Արեք դուս էլի ստայի ջան, եկեք։ Եթե այս Արչուկը իմանար, որ մի հատ պրագուկյան սենց հանրայդ կսարքի իրեն, վաղուց էր էս մանևրը կատարել։ Մի քանի ժամ տևեց, մինչև կարողացան նրա վզին պարան հագցնեն ու մտցնեն վանդակը։ Ճիշտն ասած, մոտս երկակի զգացում էր, համ մեղքս էր գալիս, համ էլ զայրանում էի, երբ մտածում էի, որ հանկարծ դիմացը կարող է երեխա դուրս գալ։ Բայց մի հարց բոլորիս էր տանջում, որտեղից է հայտնվել։ Ասեմ, որ Չորք Բոտանիի համար բարեխոսում էր Հրաչ անունով ներկայացած մեկը, որը սկզբում պնդում էր, թե Միշկային գնել է ոմն ծաղիկից։ Ու երբ հարցրին, թե ծաղիկ ասելով ում նկատի ունի, սկսեց սարեր ձորեր ընկնել, թե հայտնաբերել է անտառում ծաղիկների մեջ։ Գիտեք, թե ում ածականն է ծաղիկ ու թե որտեղ է բնակվում նույն ծաղիկը։ Ասեմ, որ դեպքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, համենայն դեպս ես այդ տեղանքում երբ նրանք ու աստվածավախ օլիգարխ չեմ ճանաչում։ Ինչևէ, ժամանակն է, որ գործադիր եւ օրենսդիր մարմինը մի հրովարտակ ներկայացնի, որ մասնավոր անձիկ իրավունք չունեն վայրենի կենթանիներ պահեն ու ինչպես տեսակ վայրենի ձևով։ Հավաքվածները փառք էին տալիս, որ լավ է հրազդանի առիթի օրը չընկանք, երբ կենթանիների արքան նախադու իրեն կերակրողին հոշոտել էր։ Այս դեպքից հետո հավաքվածները կատակում են, թե կարող է մի օր էլ փողոցում նկարես Կոտայքի առյուծին։ Այս շոթքեն որ կոմանի, դրա? Դավայ։ Ձեր չտնես։ Ոտով ես տակից ուշ տվեք, դավայլը, մի երկի։ Ոտով։ Այն մարդ, Արցախի նախագահի խոհարարի Բաղրամյան պողոտային վթարի մենյուն չմարսած, հիմա էլ ականատես եղանք Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանի վթարում հայտնվելուն։ Առաջին հանրապետության օրով Կորյունի փողոցում ոչ դես, ոչ դեն Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի հարևանությամբ բախվում են երևանցիներ Վռամ Հովսեփյանի Պաջերոն, Էդմոն Մուրադյանի Ֆորդն ու Տիգրան Պետրոսյանի Չշփոթեք աշխարհարչակ շախմատիստի հետ Hyundai-ը։ Այդ մեր հացը ոնց է, Ես վտար չետո սա հացը մորացել։ Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան։ Ուրախալին նաեւ այն էր, որ կա գշտիկ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգին արձագանքել էին ճանապարհային ոստիկաններն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Շտաբ հասել էին դեպքի վայր։ Երևի Նոյը աղավնու միջոցով տեղեկացրել էր, որ Hyundai համարանիշները դիվանագիտական են ու ավելորդ սկանդալ էսնեղ մաջալին պետք չի։ Ինչ լավ կլինի, որ միշտ այսպես օպերատիվ աշխատեն։ Հաստատ կարժանանակ մարկանց գովասանքին, այլ ոչ թե մի քանի բալանոց դե գիտեք էլի։ Այս դեպքում ճիշտ է, ոչ Բրիջիտ Բարդոյի, ոչ էլ դիվանագետնի մատն էր խառը, բայց որ այս մենամարտը անհավասար ստացվեց ու դեպքի վայր արագ կերպով ժամանեցին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, փաստ է։ Ընդ որում, գերմանական ու ճապոնական մեքենաների մրցակցությունը ի զարմանս բոլորի ավարտվեց վերջինների հաղթանակով։ Օրը ցերեկով քաղաքամայր Երևանի առաջնորդ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ առաջին հայացքից հարթ թվացող փողոցում իրար էին բախվել ճապոնական Nissan-ն ու գերմանական Opel-ը։ Վերջինը բախումից գերմանական կոկիկությամբ ու ճշգրտությամբ գլխի վրա շրջվել էր։ Ապրի Նիսանի վարորդը, որ վեր էր դասել մարդասիրությունը մրցակցությունից։ Նախ իր, ապա նաև ճանապարհային ոստիկանների ջանքերով մեքենայի միջից դուրս բերվեց Opel-ի վարորդը։ Ու հիմա մեղավորին գտնելու համար ինչքան էլ քննիչ Արթուր Գասոյանը ներքին համոզվածություն ունենա, ճիշտ կանի դիմի Տարոն Մարգարյանին, նրա տան տեսախցիկների ձայնագրությունը ձեռք բերելու համար, որպեսզի նախապատրաստած նյութերը սիրուն լինի, Տարոն ջան։
Ու քանի որ Վլադիմիր Գասպարյանը քաղաքապետին պարգևատրել է ոստիկանության հետ համագործակցության մեդալով, վստահ ենք, որ Նաջարյանի օրինակով քաղաքապետը չի մերժի։ Մենակ բենզին չթափ։ Երբ գոլդ համարանիշներով եւ աչքի զառնող մեքենաներով ավտովթարներ, վրաերթեր կամ իրար վրա կրակելու դեպքեր ենք ներկայացնում, ասում են, թե ինչ եք ուզում նրանցից։ Կրակն են ընկել, որ փող ունեն ու չգիտեն, թե ոնց ծախսեն։ Հիմա որ ասեմ, թե հալալա էս Բրաբուսի վարորդին, մտներովը չանցնի, թե համաներվում եք։ Պարզապես իմացեք, որ ոչ մեկ ապահովագրված չէ վթար վրաերթից եւ կարեւոր է, թե ինչպես եք ձեզ դրսեւորում նման ֆորս մաժորային իրավիճակներում։ Գորիսեցի 22-ամյա Վահարշակ Գալստյանը Բաղրամյան պողոտայում վրաերթի ենթարկում հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 32-ամյա Հեղինե Մկրտչյանին։ Բայց ինքը խախտում արը, չէ՞։ Վարորդը աղջկան իր մեքենայով տեղափոխում է հիվանդանոց ու մինչև քննիչի ժամանումը սպասում։ Սպասումներն էլ ապաշխարանք, քանի որ բժիշկները հայտնում են, որ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, բայց ափսոս խեղճ տղեն Գորիս մեկնեց առանց Բրաբուսի, քանի որ այն քննիչը տեղափոխեց Տուգանային հրապարակ։ Ասեք, որ սենց դեպքերի ամեն օր չես հանդիպի։ Ինչպես ժողովուրդն է ասում, կարելի է չոպը պատը խրել։ Կեցցես Վաղարշակ, թող որոշ գոլդատերներ օրինակ վերցնեն։ Եթե Գորիսեցի Բրաբուսատերը չփախավ ու մինչև վերջ մնաց տուժած քաղաքացու կողքին, ապա ներկայացվելիք դեպքում միայն 2 ժամից ավելի ճանապարհային ոստիկանները օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցների հետ փնտրում էին գոլդ համարանիշներով եւ ամենավերջին ճիճի BMW-ի, ինչպես հետո պարզեց թմբլիկ վարորդին։ Օրերս շղթայական ավտովթարը կաթվածահար էր արել Միասնիկյան պողոտան։ Բախվել են Volkswagen-ը, Opel-ն ու BMW-ն։ BMW-ն ներքևից հետ տվելա բանին։ Հետևը պային։ Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկային։ Ու շոկի մեջ ընկած Opel-ի եւ Volkswagen-ի վարորդները պատմում էին, թե ինչպես է տեղի ունեցել վթարը։ BMW-ն մեծ արագությամբ հետընթաց կատարելուց բախվում է Volkswagen-ին, վերջինս էլ բախվում է Opel-ին, իսկ BMW-ն էլ բախվում է էլեկտրասյանը, ինչից հետո BMW-ի վարորդը անհայտանում է։ Դեպքի վայրում հավաքվածները նշում են, BMW-ն վարել է թմբլիկ ֆիզիոնոմիա մի երիտասարդ։ Նկատեցի, որ դեպքի վայրում էր նաեւ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, քաղաքացիական համազգեստով, որը Շտիրլիցի օրինակով հետևում էր, թե արդյոք ճանապարհային ոստիկանները գերմանական ճշտապահությամբ են աշխատում։ Պարզվեց, որ այո, եւ գայի տղերքը հաղթող դուրս եկան։ Հայտնաբերվեց նաեւ թմբլիկը 31-ամյա Գրիգոր Ստեփանյանը։ Բայց էսի ոնց է թոլ պատիշկեն տրակած է։ Մենք ամեն դեպքում ուղենք, որ էվակուատորը Վանաձոր Ստեփանավան ճանապարհի մի քանի կիլոմետրանոց այս հատվածը ասես անիծված լինի։ Նախինում ներկայացրել ենք մի քանի դեպքեր, սկսած գործարարի սպանությունից, վերջացած ողբերգական ելքով վթարներից։ Հերթական ցավալի դեպքը տեղի ունեցավ օրերս։ Վանաձորցի 29-ամյա Արտեմ Շարմազանյանը Mercedes-ով դուրս է գալիս երթևեկելի գոտուց եւ գլխվայր շրջվելով հայտնվում գետում։ Տեղում փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները մեքենայից դուրս են բերում 26-ամյա Տիգրան Քոչարյանի դին, որը ծառայում էր Պաշտպանության նախարարության Պուշկինոյի զորամասում որպես պայմանագրային զինծառայող, իսկ վարորդն ու մյուս ուղևորը տեղափոխվում են հիվանդանոց։ Դեպքի վայր է ժամանում նաև զորամասի հրամանատարը ու պարզվում է դաժան իրողության նախապատմությունը։ Քոչարյանը ինքնակամ լքել է զորամասը ինչ-որ ծննդի մասնակցելու նպատակով։ Ողբերգական վթարը տեղի է ունեցել վերադարձի ճանապարհին։ Իրավապահները լուրջ կասկածներ ունեն, որ վարորդը եղել է գինովցած։ Ոստիկանները այս դեպքում նույնպես կարծում են, որ Մոսկվիչի վարորդը գտնվել է ոստավ վիճակում, քանի որ մեքենայում հայտնաբերվեց խորոված ու գարեջուր։ Բաղրամյան Շենիկ ավտոճանապարհին բախվում են Մոսկվիչն ու Opel-ը։ 5 վիրավորներին մեքենաներից դուրս են բերում Շենիկ գյուղի բնակիչները, իրենց գյուղապետ Կոյրուն Մինասյանի գլխավորությամբ։ Այսպիսի ծանր վտար տեղ չի ունեցել, սակայն այս դեպքը անմիջապես արձագանքել են համայնքի բնակչությունը շատ ակտիվորեն եւ իմ ներկայությամբ ամբողջ ժողովուրդը ներկայ գտնվել ցույց է տվել անմիջական օգնություն։ Իսկ ես իմ հիմնական գործը թողած համոզում էի Opel-ի վարորդին, որ սառը ուղեղով դատի եւ համաձայնվի տեղափոխվել հիվանդանոց, քանի որ ձեռքերն ամբողջությամբ վնասված էին, գլխից էլ այրուն էր հոսում։ Լուրջ եմ ասում, գնա։ Ապահովության համար տեսակ գնա։ Որտե՞վ են, սա վրե տարուն է։ Բա տենում ես, ինձ կարող չես գաս։ Այս վիճակով էլ պատմում էր նաև գլխի եկածը, պատմածն էլ կարծես կինո լիներ։ Դուք սենց գալիս եք, չէ՞, երևում է, պարզելի։ Միասնիկյանից գալիս է, ասենք, Քու ճանապարհով։ Հա, գյուղի բուժքուրներ, մեր կային ճանապարհը մեր գյուղի երիտասարդներից, այդպես բերել։
Վերցրիս այս արդեն աքսին ոնց է, այդտենց ես եկել եմ ինքը այստեղից դες արդեն եղել եմ նստկապեց շփոթել Ու իջել եք առաջին իրան եք հանել, չէ՞ մեքենայից գյուղացիների հետ։ Հա, ինքը իրան տարել են, ես տոր հետևի դռնով իջել եմ։ Այլով անմեղության կանխավարկածը կան կասկածներ, որ հնարավոր է Մոսկվիչի վարորդը եղել է ոչ թափ վիճակում։ Իսկ դրա վերջնական պատասխանը կտա նախաքննությունը։ Նույնիսկ օրենսդիրի աշխատանքը չստիպեց մեր որոշ падգամավորներին օրինապաշտ քաղաքացու կեսվածք ընդունել։ Չնայած ինչի վրա եմ զարմանում, եթե իրանք իրենց կազմած օրենքներին չեն հետևում, էլ ինչ ասես։ Թողես իրար հերթ չտալով օրենսդիր ամբիոնից ճոռոմ ճառեր արտասանեն, օրենքներ copy-paste անեն, բայց հենց հերթը հասնում է այդ ամենը հասարակական վայրերում կյանքի կոչելուն, դառնում են քուչի տղա։ Չգիտեք, որ միշտ քուչեքում եմ լինում։ Դե հիմա գնացեք ու գլխիկոր իրար հերթ չտալով հեզ ու խոնար հարսի նման ճանապարհային ոստիկանությունում դատարկեք ձեր հաստափոր դրամապանակը։ Հարցրեք Գրիգոր Մարգարյանին, ով հայտնի է Բելաջոյի գրիչ մականունով, կամ մնացականյանին, Թալենցի մնաց գնացին։ Կասեն, թե ինչ արժե ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելը։ Իսկ ինչու չարամտորեն, քանի որ թանակը դեռ չչորացած կրկին հայտնվում են ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի տակ։ Իդեպ Առաջին հանրապետության օրը մայիսի 28-ին այցելել էինք Սարդարաբադ։ Ժողովուրդ ջան, բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաների մի մասը առանց տեղզրման կտրոնի էր։ Սրանց նմաններին պետք է հրապարակավ գամել անարգանքի սյունին, որ խախտում թույլ տված շարքային օրինախախտները հերթական տուգանքը մուծելիս մատնացույց չանեն ընտրյալների անպատժելիության փաստը։ Նախորդ թողարկմանը պատմեցի Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում Խաչատրյանների գլխին եկած պատուհասի մասին։ Նշել էի, որ մի քանի ժամվա մեջ գայլը հոշոտել էր 22 մայրացու ոչխար։ Հիշում եք, որ հեռախոսով խոսել էի Արագածոտնի մեծն մարզպետ Սարգիս Սահակյանի հետ։ Որ արդեն այդպեսի միջոցներ են ձեռնարկված հատկացումների համար չկան այդպեսի բաներ, բայց փորձ է միջոցապոտ դրամական աջակցություն տալ այդ ընտանիքին։ Որպես հատմասկան մարզպետը բերում էր նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Արագածոտնի մարզում անցկացրած խորհրդակցությունը, որի ժամանակ ոստիկանապետը պնդել է, թե գալերի դեմ պայքարի շրջանակում համայնքներին որսորդական հրացաներ կբաժանվի, սակայն ինչ-ինչ պատճառներով չէին հատկացրել։ Անցնող շաբաթ փորձեցի պարզել, թե ինչու չեն հատկացնում որսորդական հրացանները եւ դեռ ինչքան են գյուղացիները ստիպված հանդուրժելու չնախատեսված չորքոտանի հյուրերի ներկայությունը։ Պարոն Սահակյան, կասեք այդ գյուղի խնդիրը լուծվավ թե ոչ։ Հրացանների հետ։ Իհարկե։ Եվ 8 համայնքից ավել հրացաններ տվել են։ Այո։ Եվ մնացած համայնքների շարունակում են ներկայացնել շուրջ 24 համայնք։ Այսինքն գյուղացին արդեն վստահ է ունի, որ ինքը հրացան։ Մենք համայնքի ղեկավարները գործողական հրացանով ապահովել են, որ նման դեպքերի լինել параգրաֆ կանխել։ Պարզվեց, որ 2012 թվականից 35 համայնքի զենք հատկացվել է, ասենք Թալինի 5, Հրազդանի 9 համայնքների եւ այլն։ Եվ վերջապես պարզեցի նաեւ, որ բռնվեք, չընկնեք, մայիսին Արագածոտնի 9 համայնքին հրացան է հատկացվել։ Դե հիմա Սարգիս Սահակյան ջան, մի հրացան էլ տար Նորաշեն համայնք, որ խեղճուկրա գյուղացիները իրենց ճարը տեսնեն։ Թե չէ ստացվում է հրացանը պամես քումոտ ու մեկ-մեկ էլ երգում ես Պատրոն դաժս կապել եմ կաբինետում նստել եմ ոչխարնել ապահով է ջանգյուլում Գագիկ Շամշան Սուրանքյուն Այսքանը հանուն արդարության պայքարենք մինչև վերջ եւ բոլոր գործերում հիշենք վերջի մասին կհանդիպենք հունիսի 8-ին ժամը 22-ին լույս եւ հոգու ջերմություն բոլորիս